Սիրելի հայրենակիցներ, դուք այստեղ մենք բոլորս միասին անցել ենք մի շատ գեղեցիկ ճանապարհ։ Չենք հասել մեր բոլորիս վերջին նպատակին, որը մեր բոլորինը նույնն է։ Բայց դա չի նշանակում, որ հետքայլ անող կա։ Մեր նպատակը հստակ է, եւ մենք գնում ենք բոլորով դեպի այդ նպատակ։ Հարվածներ շատ է լինելու եւ շատ կան։ Ոչ մեկ չի ասել, որ հեշտ է լինելու։ Բայց քանի որ մեր բոլորիս նպատակը արդար է, այլ տարբերակ չկա պայքարի։ Այս շենքում գտնվողները շատ ավելի անազատ են, քան թե այսօր Հայաստանի բանտում գտնվող մեր ընկերները, ովքեր ավելի ազատ են, իրենց կամքով ավելի ուժեղ են, քան այս շենքում գտնվողները։ Բաքվում գտնվող մեր հայրենակիցները ավելի ազատ են, քան այս շենքում գտնվողները, որովհետև իրենց մեջ վախն է, վախը իրենց աշխատանքը կորցնելու, բայց չեն վախենում հայրենիքը կորցնել, այն հայրենիքը, որի համար մենք այսօր պայքարում ենք, որը որ ուզում ենք մնա հայկական, որ մենք այստեղ մեզ ապահով զգանք։ Այս իշխանությունների օրոք հայերը Հայաստանում ապահով չեն զգում։ Շատ են գնացել մենք գյուղեր, մարզեր, ում հետ որ խոսում ենք մարդկանց հետ, շատերը ասում են կլինի կամերաներ անջատենք, հանգիստ խոսենք։ Այ այսպիսի օր են բերել այսօր իշխանությունները, որ պարզ մարդիկ կամերաների առջև չեն ուզում անկեղծանալ, չեն ուզում խոսել, որովհետև գիտեն, կարող է հաջորդ օր իրենց ասացի, չասացի համար գան ու տանեն։ Այ այսպիսի ժողովրդավարություն են բերել այսօրվա իշխանությունները։ Նիկոլ Կեղծարարը այ այսպիսի ժողովրդավարություն է բերել, այ այսպիսի խաղաղություն է բերել, որի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, իրենք են խոստովանում, ասում են, որ իրենց բերած խաղաղության երաշխավորը Ադրբեջանն է, այն Ադրբեջանը, որ ջերմուկում մորթում էր հայերին, այն Ադրբեջանը, որը որ անպատասխան է մնացել իր արած գործերի համար։ Սիրելի հայրենակիցներ, գիտեմ, բոլորդ հոգնել եք, գիտեմ, որ բոլորդ կարող եք ինչ-որ ձևով թևաթափ եք եղել, բայց չկա նման բան, որովհետև մեր պայքարը դեռ շարունակվելու է այնքան, քանի դեռ մեր մեջ կա պայքարի ոգին։ Շնորհակալ